Պարոն Մանուկյան, Ռուբինյանը ծանր է տարել ձեր հիշատակումը իր հորը, ինչ կոնտեքստում եք հիշատակել, որ Ծովինար Վարդանյանն էլ միջամտեց ու իր ելույթում ասաց, որ հայր-երեխա այդ հարաբերությունները հանգիստ թողեք, դաշնակները ժամանակին իմ հոր անունը, որ գրում էին դրոյի ցուցակներում, զինված սպասում էին պատուհանների տակ, ես երեխա էի, բայց ես ձեր դեմի տարբերություն, ձեզ բռնություն չեմ ուզում գործադրել, դա է մեր եւ ձեր տարբերությունը, ինչպես կարձագանքեք։ Իրականում Ռուբեն Ռուբինյանը ծանր պետք է տաներ այն, ինչ որ երեք ասեցի, որ Նիկոլ Փաշինյանը երեք ուղղակի փորձում էր թաղել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Դա էր ամենակարևորը, որտեղ իր հայրիկի զինակիցների, իր հայրիկի շատ մոտ ընկեր այդ տարիների, իմ քեռու, իմ նաև որպես երիտասարդ այն ժամանակվա պայքարի, աշխատանքի, արդյունք անկախության հռչակագիրը Նիկոլ Փաշինյանը Ալիևի պահանջով փորձում է սահմանադրությունից հանել։ Տվյալ դեպքում Կարապետ Ռուբինյանի հետ կապված հարց էր, ուղղակի Կարապետ Ռուբինյանի սերնդի ձեռքբերումը այս սերնդի Նիկոլ Փաշինյանի, Ռուբեն Ռուբինյանի դալիճում նստած քպեական պատգամավորների կողմից թաղելու դեմ էր խոսքը։ Ուզում եք ասեք, որ որդին մսխում է հոր թողած ժառանգություն։ Բավ ոնց ասեմ։ Ռուբեն Ռուբինյանն եղել ազգային ժողովի նախագահի տեղակալ, Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, Կարապետ Ռուբինյանը, որը ընդունել է անկախության հռչակագիր օգոստոսի 23-ին, ես էլ երիտասարդ տղա հազարավոր իմ հայրենակիցների հետ հպարտացել, ուրախացել եմ Հանրապետության հրապարակում, որովհետև Գերագույն խորհուրդը Հանրապետության հրապարակում էր, դեռ ավելին ասեմ, տնից բերած կոնյակ եմ բացել իմ քաղաքացիների հետ, մի բաժակով շնորհավորել եմ, այսօր եկել ուրանում են սրանք, Ալիևի պահանջով, ինչ անեմ, իմ 30 տարվա, 35 տարվա կյանքը գողանում են, ինչ անեմ։ Ռուբինյանն ասաց, իմ հերը հրապարակներում պայքարում էր անկախության համար այն ժամանակ, երբ դաշնակները նույն անկախության դեմ էին պայքարում։ Փոքր տարիքի երեխեք են եղել, շատ բան չեն հիշում, էլի։ Ինչ պատմեմ, 88 թիվ պատմեմ, մայիս 28-ին եռագույն բարձրացնել պատմեմ, որ 88 թվին արդեն ազատության հրապարակը ոնց որ երկփեղկված լիներ, անկախականները միտեղ էին հավաքվում, ՀՀՇ-ն միտեղ, պատմեմ, որ մայիսի 28-ին, երբ որ եռագույն բարձրացնելու հանրահավաքներ, Արամ Մանուկյանի Նժդեի դրոյի անունը առաջին անգամ տալու հավաքներ, ՀՀՇ-ն տրամադրեց բեմը, բայց իրենք ներկա չէին, ախր երեխեքին ինչ պատմեմ, նստեմ 30 տարի պատմեմ։ Դե Ռուբինյանն արդեն երեխա չի, պարոն Մանուկյան։ Դե տարիքում է եղել, ձեր նախին խմբագրությունում ինքը շատ վաստակավոր լրագրողների ա տեսել իր ամբողջ կյանքը, որ մայրիկինները շատ հարգելի։ Տեղյակ է պարզապես, կարծում եք Ռուբինյանը դրա համար էսպես սուր արձագանքում։ Չէ, վստահ եմ, որ տեղյակ է, ուղղակի այսօրվա իրենց ուրացումը արդարացնելը փորձում են ինչ-որ բան անել, այսինքն մեկ ապշում եմ էլի, մեկ ապշում եմ, այսինքն դաշնակցությանը անկախության հետ հակադրեն, այս եռագույնը, որ ազգային ժողովում կախվածը 70 տարի ով պահեց, այդ անկախության գաղափարը ով պահեց, որ սերունդները այստեղ դատվեցին, բանտարկվեցին, խորհրդային տարիներին, ինչ պատմեմ, երեք իրականում, լավ, էդ էլ ասեմ, երեք իրականում իմ 45 տարվա ընկերների հետ էինք հանդիպել, պարբերաբար հանդիպում ենք, ու իրանցից մեկը կնոջ պատմած այն տարիներին, որ գեղամը բաների մասին ասում, զարմանում էինք, անկախություն եւ այլն, հիմա եկել դրա մեջ հակադրեն, լավ էլի,